Հայաստանը կանցնի փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառմանը, Փաշինյանը Փարիզում մասնակցում է միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Մերձավոր Արևելքում կատաղի պատերազմը շարունակվում է, Պենտագոնի ղեկավարը սպառնում է, երեքշաբթին կդառնա Իրանի դեմ հարվածների ամենամասշտաբային օրը, Թրամփը պնդում ռազմական գործողությունը մոտ է ավարտին։ Մերձավոր արևելյան հակամարտությունը որ ուղղությամբ կտանի հայ-ադրբեջանական խաղաղությունը, փորձագետների կարծիքով իրանական պատերազմը կլինի Ալիևի համար փաստաթուղթը չստորագրելու լավագույն պատրվակը։ Ադրբեջանը նոր առաջխաղացում ունեցել է, թե ոչ, քաղաքացիները պաշտպանության նախարարությունից պարզաբանում են պահանջել Գեղարքունիքի դիրքերի վերաբերյալ։ Ինչն է ստիպում անչափահասին դիմելու հանցանքի, մտահոգիչ վիճակագրություն, թվերի աճ, հանցանքների, կատարված անչափահասների ձեռամբ։ Ինչ հմտությունների են դիմում ավտոմեքենաների կողոպտիչները չբռնվելու համար և ինչու մեքենաների տերերը հաճախ չեն դիմում իրավապահների օգնությանը։ Չարտերային չվերթ Թայլանդում մնացած հայերի և վրացիների համար, նրանք կարող են Բանգկոկից Թբիլիսի հասնել։ Արշակունյաց պողոտայում 62-ամյա տղամարդուն սպանողը օտարերկրացի է, իրավապահները ձերբակալել են տաջիկ մարդասպանին։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է, նա այսօր Փարիզում մասնակցել է միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կադրեր է հրապարակել, որտեղ երևում են, որ նա կարճատև շփում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Գագաթնաժողովի իր ելույթում Փաշինյանն ասել է, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես էներգետիկ անվտանգության էական գործոն և որպես էլեկտրաէներգիայի մատակարարման հիմնական բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։ Հայաստանը մեկնարկել է ատոմային էլեկտրակայանի շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր, որն ըստ նրա ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող և անվտանգ անցման համար։ Փաշինյանն ընդգծել է, թե այժմ Հայաստանի ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում։ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Հայաստանը բարձր է գնահատում միջազգային համագործակցությունը թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով։ Ուրախ եմ նշել, որ այս ջանքերի և հայ մասնագետների նվիրվածության շնորհիվ հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ամբողջ ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է շիկացած մնալ ռումբերի տարափետ թե իրանական, թե իսրայելական կողմերում։ Այսօր Թրամփը հայտարարել է, թե Իրանի դեմ ռազմական գործողությունը մոտ է ավարտին, նրա խոսքով Իրանը այլևս ոչ նավատորմ ունի, ոչ կապ, ոչ էլ ռազմածովային ուժեր։ Միաժամանակ Անկարան Իրանին դեսպանին կանչել է արտգործնախարարություն, պնդելով, թե Թուրքիայի օդային տարածք մտած ևս մեկ բալիստիկ հրթիռ է երեկ վնասազերծվել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի կողմից։ Թուրքիան Մալաթիայի շրջանում ամերիկյան նոր հակաօդային պաշտպանական համակարգեր է տեղադրում։ Բալիստիկ հրթիռի Թուրքիայի տարածքում հայտնվելը զայրացրել է Էրդողանին։ Խոցված հրթիռի որոշ բեկորներ ընկել էին Գազիանթեփի շրջանի Ամայի տարածքում։ Էրդողանը մեղադրեց Թեհրանին շարունակաբար սխալ քայլեր կատարելու համար։ Անկարայի առաջնահերթությունը երկիրը հակամարտության մեջ ներքաշվելը թույլ չտալն է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն է զանգահարում Էրդողանին։ Թուրքիայի նախագահը հայտնել է, թե չեն ընդունում Իրանի նկատմամբ իրականացվող անօրինական միջամտությունները, բայց միևնույն ժամանակ Թուրքիան ճիշտ չի համարում Իրանի կողմից տարածաշրջանի եղբայրական երկրներին թիրախավորելը։ Էրդողանը հայտնել է, թե որևէ պատճառաբանությամբ օդային տարածքի խախտումը չի կարող արդարացվել։ Գրեթե նույնաբովանդակ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև։ Առաղջին հայտնել է, որ Թուրքիայի օդային տարածքը խոցող հրթիռները չեն պատկանում Իրանին։ Ամերիկա-իսրայելական տանդեմը ջանքեր է գործադրում Թուրքիային ևս ներքաշել Իրանի դեմ պատերազմին։ Տարածաշրջանում Իրանի մրցակից Թուրքիան ճիշտը չի ցանկանում ներքաշվել պատերազմի մեջ, սակայն մեծ ցանկություն ունի, որ թուլանա Իրանը։ Չեմ կարծում, թե դա այդքան հեշտ կլինի, քանի դեռ ցամաքային գործողություն սկսելու որոշում չկա Իրանի դեմ, որի հիմնական գործիքները պիտի լինեն քրդերը, իսկ այդ քրդական գործոնը կամ ապագա ինչ-որ քրդական պետության ստեղծումը, դա հասկանալի է, որ միայն Իրանի տարածքում
տարածքում չլինելու, հիմնական մասը Թուրքիայի տարածքում է լինելու։ Հետևաբար Թուրքիան շատ ողջավորված չի լինի, եթե քրդերին անընդհատ զինեն եւ խոստանան այնտեղ քրդական պետություն։ Եթե չլիներ քրդական գործոնը, վստահաբար Թուրքիայի համար շատ ավելի ձեռնտու կլիներ Իրանի նկատմամբ ռազմական գործողությունները, այդ թվում նաև իր մասնակցությամբ։ Թուրքիան թեպետ շահագրգռված չի Իրանի փլուզմամբ, բայց շահագրգռված է առնվազն նրա տարածաշրջանային դերի եւ նշանակության նվազեցմամբ։ Ընդհանրապես Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին ձախողված է համարում ԱՄՆ-ի ու Իսրայելի փորձերը որոշակի նպատակների հասնելու եւ իրենց առջեւ դրված խնդիրները իրագործելու առումով։ Նրանց պլան Ան տապալվել է եւ հիմա նրանք այլ տարբերակներ են փորձարկում, որոնք եւս հաջողություն չեն ունենում։ The Wall Street Journal-ը գրում է, որ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտապույտ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ Թրամփը դժգոհել է։ Մոջթափա Խամենեի Իրանի նոր գերագույն առաջնորդ նշանակվելը վկայում է Թեհրանի նահանջելու մտադրություն չունենալու մասին։ Ի դեպ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ մերժում են հրադադարի հնարավորությունը։ Իրանական կողմի պահանջն է, որ հակամարտությունը մշտական ավարտված լինի։ Արաղչին հայտնել է, որ մեկ անգամ արդեն Իրանը բարի կամք դրսևորել է եւ հասկացել, որ փխրուն հրադադարը չի կարող աշխատել։ Արտասահմանցի փորձագետներն իրենց վերլուծություններում նշում են, որ Թրամփը միջնորդներ է փնտրում Մերձավոր Արևելքում պատերազմը Իրանի հետ դադարեցնելու համար։ ԱՄՆ նախագահը հեռախոսով ռուս գործընկեր Պուտինի հետ է զրուցել Իրանի թեմայով։ Հեռախոսազանգը իր հերթին վկայում է այն մասին, որ Թրամփը կարիք ունի կողմնակի աջակցության դեմքը փրկելու համար։ Պուտինը ցանկանում է օգտակար լինել Իրանի հետ հարաբերություններում։ Իրանում պատերազմը կարող է ավարտվել ավելի արագ, քան նախկինում էր նախատեսված։ Կարծում եմ պատերազմը գրեթե ավարտվել է։ Նրանք չունեն նավատորմ, չունեն կապի միջոցներ, չունեն ռազմաօդային ուժեր։ Չեմ կարծում, թե ավարտական փուլին է մոտենում, որովհետև եթե այս իրավիճակում ավարտվի պատերազմը, դա կլինի Միացյալ Նահանգների եւ անձամբ Թրամփի շատ լուրջ պարտությունը։ Հակառակը ռազմական գործողությունները դեռ կերկարեն եւ կարող են շաբաթներ ու անգամ ամիսներ տևել։ Այն սցենարով, որով պլանավորում են Միացյալ Նահանգները, Իսրայելը հանգուցալուծել կոնֆլիկտը, այդ սցենարը Իրանի տարածաշրջանային դերի նվազեցումն է, որը ձեռնտու է նաև թե Թուրքիային եւ թե արաբական պետություններին։ Թրամփի հայտարարության այս ֆոնին առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Ղոմ քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության կենտրոնակայանի վրա։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, թե հրթիռային հարված է հասցվել նաև Իրանի Բանդեր Աբբաս նավահանգստի ավիաբազային։ Իսրայելի կողմից հարվածներից մեկը ֆիքսել է իրանական հեռուստաալիքը ուղիղ եթերում։ Իրանը շարունակում է պատասխան հակահարվածները ուղղված ամերիկա-իսրայելական կոալիցիոն ուժերին։ Գիշերն իրանական օդուժը հարվածել է Կատարում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի Ալ-Ուդեյդ բազային։ Թեհրանի մեհր գործակալությունը հայտնեց, որ իրանական բանակը անօդաչու թռչող հարձակվել է Իսրայելի Հայֆա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանի եւ վառելիքի պահեստարանների վրա։ Իրանական պատասխան գործողության 28-րդ ալիքը ներառել է էմաթ հրթիռներ մոտ 1 տոննա կշռող ծանր մարտագլխիկներով։ Քադր հրթիռների վրա կիրառվել են կասետային մարտագլխիկներ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Միացյալ Նահանգները կանգ չի առնի, քանի դեռ թշնամի լիովին չի պարտվել, հայտարարել է Պենտագոնի ղեկավարը։ Փիթ Հեքսեթը հերթական անգամ պնդել է, թե իբր Իրանը արագընթաց կերպով շարժվում է դեպի միջուկային ռումբի ստեղծումը, ընդգծել, որ նախագահ Թրամփը երբեք դա թույլ չի տա։ Պենտագոնի ղեկավարը սպառնացել է, թե երեքշաբթին կլինի Իրանի նկատմամբ հարվածների ամենաինտենսիվ օրը, մինչդեռ նա նաև նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանը սպառազինության նվազագույն քանակություն է արձակել։ Նա, ով սնվում է Իրանը ոչնչացնելու պատրանքներով, ոչինչ չգիտի պատմության եւ անցյալի մասին, այս մասին գրառում է արել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն, ասել է Իրանի նախագահը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, թե Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի օրոք Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հարցը դժվար թե դիտարկվի։ Նա ասել է, թե դեռ շատ վաղ է այաթոլլայի կողմից որևէ մեկնաբանություն անելու համար, բայց չի կարծում, որ ամերիկացիների հետ խոսելու կամ բանակցելու հարցը կրկին կլինի սեղանին, քանի որ Արաղչիի խոսքով Իրանը ամերիկացիների հետ խոսելու շատ դառը փորձ ունի։
Իրանը սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը, ոչ մի լիտր նավթ այդ տեղով չի անցնի, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, միաժամանակ նշել, որ նեղուցով նավթ կստանան այն երկրները, որոնք իրենց տարածքից կվտարեն Իսրայելի և Միացյալ Նահանգների դեսպաններին։ Ըստ իրանական ISNA գործակալության իրանցի զինվորականների հայտարարությունում ասված է. ցանկացած արաբական կամ եվրոպական երկիր, որն իր տարածքից կվտարի Իսրայելի և Միացյալ Նահանգների դեսպաններին, հենց հաջորդ օրը կստանա Հորմուզի նեղուցով ազատ տեղաշարժվելու լիակատար իրավունք։ Իրանի այս հայտարարությանը արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը։ Նա սպառնացել է, որ Իրանը 20 անգամ ավելի կտուժի, եթե Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները դադարեցվեն։ Թրամփը այսօր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Միացյալ Նահանգները որոշել է վերացնել մի քանի երկրների նավթարդյունաբերության դեմ որոշ պատժամիջոցներ, և դրանք կարող են չվերականգնվել, քանի որ ըստ նրա խաղաղությունը մոտ է։ Ի դեպ Պուտին-Թրամփ զրույցից և Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի դեմ նավթային ոլորտում պատժամիջոցների մեղմացման հարցը քննարկելու պատրաստակամության մասին լուրերից հետո նավթի գները իջել են մինչև $89 մեկ բարելի համար։ Իրանական խնդրի կարգավորման այն առաջարկները, որ ներկայացրել էր նախագահ Պուտինը, շարունակում են ուժի մեջ մնալ, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Դեռ մինչև իրանական հակամարտության ռազմական փուլի մեկնարկը նախագահ Պուտինը տարբերակներ և լավ առաջարկներ էր առաջ քաշել, որոնք թույլ կտային նվազեցնել լարվածությունը։ Նախորդին Ռուսաստանի նախագահն ասել է, որ այդ առաջարկներից շատերը դեռ սեղանին են։ Ռուսաստանը պատրաստ է և ուրախ կլինի առավելագույն օժանդակություն ցուցաբերել, նշել է Կրեմլի խոսնակը։ Միաժամանակ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների միջև։ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը, հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանում նրա հարևանների անվտանգության շահերը։ Հալոցք Բաքու-Թեհրան հարաբերություններում, որ կտրուկ սրվել էին Նախիջևանի օդակայանին անօդաչուների հարվածից հետո, Ալիևը, որ մի քանի օր առաջ մարտական մեկ էր հայտարարել զորքը տեղակայել Իրանի սահմանին, այսօր արդեն մարդասիրական բեռներ է ուղարկել Իրան։ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է շահեկան դիր գրավել, օգուտներ քաղել մերձավոր արևելյան հակամարտությունից։ Իսկ որ ուղղությամբ այս պատերազմը կտանի հայ-ադրբեջանական խաղաղությունը, փորձագետների կարծիքով Իրանում պատերազմը լավագույն պատրվակն է Ալիևի համար խաղաղության փաստաթղթի ստորագրումը ձգձգելու համար։ Հարթվում են իրանա-ադրբեջանական տարաձայնությունները, բայց տարածաշրջանային լարվածությունը դրանից չի պարփվում, և քանի դեռ մերձավոր արևելքում դրությունը խառն է, փորձագետ վերլուծաբանները պնդում են անորոշության գիրկն է նետվում հայ-ադրբեջանական խաղաղության հարցը, երբ վերջնական կստորագրվի այս պայմանագիրը։ Եթե նախքան իրանական պատերազմի մեկնարկը տարբեր ժամկետներ էին առկախվում Հարավկովկասի երկնքից, այդ թվում Հայաստանի առջև պայման նախապայմաններ դնելով մինչև առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ապա ռազմական գործողությունների մեկնարկից հետո մասնագետների խոսքով երկնակամարի հնարավոր ու անհնար բոլոր թվերը ցրում է այստեղ հասնող կարոդի ծուխը։ Սա անկասկած օգնելու է, ամրապնդելու է Ադրբեջանի, Իսրայելի և Թուրքիայի դիրքերը, մեր ռեգիոնում թուլացնելու է մեր դիրքերը, թուլացնել է Ռուսաստանի ազդեցությունը և Իրանի ազդեցությունը։ Ադրբեջանը գիտի, որ առայժմ նա ոչ մի ստորագրելու կարիք չունի, պետք է սպասի, որ նոր զիջումների գնան հայերը։ Անցնող տարիներին ականատես ենք եղել Ալիևը հարմար ու անհարմար առիթներով, կեղծ պատրվակներով, մի խոսքով ամեն կերպ փորձել է ձգձգել գործընթացը, Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթը վերջնական ստորագրելու ժամկետները, ասում են մասնագետներն ու հիշեցնում, ստորագրությունը նաև այս պատճառով դարձավ նախնական, երկրների ղեկավարների փոխարեն էլ պայմանագրի տակ ինքնագրերը թողեցին արտգործնախարարները։ Հիմա էլ տարածաշրջանն է խառը, ըստ փորձագետների խոշորացույցով փնտրեին, առավել հիմնավոր պատրվակ չէին գտնի, չէին մոգոնի։ Ամեն դեպքում անկախ ստեղծված իրավիճակից մերձավոր արևելքում ադրբեջանական իշխանություններն ունեն իրենց օրակարգը Հայաստանի մասով, իրենք մի շարք պատճառաբանություններով, իրենց քմահաճույք պահանջներ առաջ քաշելով կարող են եւ տարիներ շարունակ ընկել այդ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որպես այդպեսին հայկական կողմն է ավելի շահագրգռված հասկանալի պատճառներով, բայց ադրբեջանական կողմը արի ու տես
ցկցկում այս համատեքստում մանավանդ Իրանի մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում այո իրենք դերևս ցկցկելու են, որովհետև ստաբիլ չի ամբողջ տարածաշրջանի իրավիճակը։ Մյուս կողմից էլ թրիփի հարցն է Հայաստան-Իրան սահմանին Միացյալ Նահանգների նախագահի պատվին անվանակոչված խաղաղության ու բարգավաճման երթուղու, որ ըստ նախատեսվածի պետք է ապահովի Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումը։ Չնայած նահանգների փոխնախագահ Վենսը Երևան եկավ, այս ճանապարհից խոսեց, Հայաստանում ամերիկյան ներդրումների անոնցն արեց, հետո էլ գնաց Բաքու, Ալիևի պալատում հայտարարեց, թե առաջին մարտն է, որ թրիփով ճանապարհ է կտրել, այնուամենայնիվ հիմա հայ-ադրբեջանական խաղաղության միջնորդ Ամերիկան Իրանի դեմ պատերազմի կողմ է։ Թրամփի թրիփ կոչվող ծրագիրը կարող է ցկցկվի այս պատճառաբանությամբ, որովհետև հիմա ստացվում է ռուս-ուկրաինական պատերազմի օջախից զատ արդեն մերձավոր արևելքում եւս մի օջախ հասունացել է, պատերազմական վիճակում է, հետեւաբար խնդիր կա, այն պլանները, որոնք դրված են հայ-ադրբեջանական օրակարգում եւ ամերիկյան երաշխավորությամբ կարող են տուժել ժամանակի տեսանկյունից հատկապես։ Տարածաշրջանում թնդացող հրանոցները խլացնում են խաղաղության ձայնը, մինչև մեծ խաղացողները վերաձևում են ուժերի հարաբերակցությունը, Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական հաշվարկների խաչմերուկում կրկին սպասման երկար ու մութ միջանցք է մտնում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Երևանում միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Պաշտպանության նախարարության շենքի մոտ։ Նրանք պաշտպանական գերատեսչությանն են փոխանցել մի փաստաթուղթ, որն ըստ նախաձեռնության անդամների վկայում է Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի նոր ներխուժումների, նրանց դիրքերի բարելավման եւ ամրապնդման մասին, ներառյալ կոորդինատային տվյալները։ Ակցիայի մասնակիցները հայտնել են, թե իրենք ունեն դրա ապացույցները եւ արբանյակային լուսանկարները։ Հիշեցնեմ, անցած շաբաթ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ապատեղեկատվություն համարեց շրջանառվող լուրերը, թե անցած տարվա ամռանը Ադրբեջանը դիրքային առաջխաղացում եւ բարելավումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի եւ Ջերմուկի ուղղությամբ։ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևանի սահմանադրության փոփոխությունները, Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի անվանումները հանվել են սահմանադրությունից եւ խմբագրված տեքստում նշվել է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Ադրբեջանը նոր առաջխաղացում ունեցել է, թե ոչ, քաղաքացիները պաշտպանության նախարարությունից պարզաբանում են պահանջել Գեղարքունիքի դիրքերի վերաբերյալ։ Ինչն է ստիպում անչափահասին դիմելու հանցանքի, մտահոգիչ վիճակագրություն, թվերի աճ, հանցանքների, կատարված անչափահասների ձեռամբ։ Ինչ հմտությունների են դիմում ավտոմեքենաների կողոպտիչները չբռնվելու համար եւ ինչու մեքենաների տերերը հաճախ չեն դիմում իրավապահների օգնությանը։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ այսօր Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Մայրաթորի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ օրակարգում եկեղեցական ներկայացուցչական ժողովի գումարման եւ կազմակերպչական աշխատանքներին եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական հարցերն են։ Քննարկման առարկա կդառնան նաեւ եկեղեցական կյանքը հուզող խնդիրները։ Ըստ ընդունված կարգի Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի Սուրբ Էջմիածնի 2025 թվականի գործունեության տեղեկագիրը, կներկայացվեն ֆինանսական հաշվետվությունը եւ վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը։ Կառավարությունը նոր շեմ է հաստատել եկամուտների հայտարարագրման համար նվիրատվությունները, ժառանգությունը կամ անձնական գույքի վաճառքից ստացված գումարը, եթե չի անցնում 1 միլիոն դրամը, կարիք չկա հայտարարագրելու։ Հայտարարագրման ենթակա չեն նաև կուտակային, կենսաթոշակային վճարները, վարկերն ու պետական պարգևները։ Խոշոր փողերի հետագիծը հսկելու համար ներդրված եկամուտների հայտարարագրման գործընթացում ինչ փոփոխություններ են եղել եւ դրական ինչ արդյունքներ գրանցվել, Արմեն Աթալյանի ռեպորտաժում։ Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման փուլը նախորդ տարի բավականին բուռն քննարկումներով էր անցել։ Կային կարծիքներ, որ այս գործիքի շնորհիվ պետությունն էականորեն կնվազեցնի ստվերը, այսինքն հնարավոր կլինի վերականգնել խոշոր փողերի հետագիծը եւ ըստ այդմ ծագումը։ Մյուս կարծիքն այն էր, որ սա տոտալ վերահսկման եւ հարկման միջոց կդառնա հետագայում։ Արդեն որոշակի ժամանակ անցել է եւ կարելի է ամփոփել արդյունքները։ Հանրագումարը ֆինանսական մուտքերի աճն է։ Մյուս կողմից, մասնագետների տեսանկյունից դրա համար
հայտարարագրման այս մեծ համակարգի կարիքը չկար։ Նախկինում եթե մենք հավաքագրել էինք, այսինքն 23 թվականի արդյունքներով հավաքագրել էինք 4.5 միլիարդ դրամ եկամուտ, այս տարվա, այսինքն 24 թվականի հայտարարագրման արդյունքներով մենք հավաքագրել ենք 8.7 միլիարդ դրամի հարկ, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի շատ է, քան նախկինում հայտարարված հարկը։ Խոսքը գնում է ֆիզանց գործարքների մասին։ Սենց տենենց ֆիզիկական անձի, եթե օրինակ գույք էր վարձակալությամբ տալիս այլ ֆիզիկական անձի, դա հարկվող գործարքեր ինքը պարտավոր էր հաշվետվություններ կայացնել, մեջը գրել չափը, դրան համապատասխան հարկը ու վճարել։ Այսինքն այս առումով է բան, տենց մեծ պատկեր գլոբալ փոփոխություն չկա։ Վերջին փոփոխություններով սահմանվեց շեմ, որից ցածր գործարքները ենթակա չեն հայտարարագրման։ Մնացած եկամուտներն էլ ըստ էության ինքնաշխատ են ֆիքսվում, թե աշխատավարձերի եւ թե թոշակների դեպքում։ Եթե քաղաքացին չի միջամտում պրոցեսին, եկամուտների մասին հավելյալ տեղեկատվություն մուտքագրելով։ Միասին գնացել են որևէ սրճարան եւ մի ընկեր օրինակ վճարում է կատարել եւ մյուսը համապատասխան փոխհատուցում է տալիս գործարքի մասով շեմի արքայություն հնարավորություն է տալի, որ նման գործարքների մասին ընդհանրապես մեր քաղաքացիներն չանհանգստանան։ Այն պատկերը, որ ի սկզբանե նպատակը որ դրել էին իբրև հայտարարագրման համակարգի միջոցով կոնկրետ անձանց մասով հասկանալի կլինի, թե որքան ինքը եկամուտ ստացել իր նկատմամբ պետքա սոցիալական ուղղվածության միջոցառումներ կամ ցանկացած տիպի միջոցառումներ իրականացնել, այս պատկերը լրիվ աղավաղվեց։ Եվ իսկապես առանց քաղաքացիների եկամուտների մասին ամբողջական տվյալների շտեմարանի, ինչպես է պետությունը թիրախային սոցիալական ծրագրեր իրականացնելու։ Մյուս կողմից նախորդ տարի բավականին շատ էր շահարկվում այն ենթադրությունը, որ այս գործիքը կարող է դրսից տրանսֆերտները հարկելու միջոց դառնա։ Եթե խոսքը գնում է նվիրատվության մասին, արտերկրից լինի, երկրի ներսում լինի, թե որտեղ ուզում լինի, նվիրատվությունները Հայաստանում չեն հարկվում։ Լինի 1 միլիոնից ներքև, լինի 1 միլիոնից վերև, լինի 40 միլիոն։ 200,000 քաղաքացի լսելով Պեկի հորդորը գրանցվել է եկամուտների հայտարարագրման համակարգում։ Այս մեխանիզմի արդյունքներից մեկն էլ սոցիալական կրեդիտներն են, որոնք հիմնականում ուղղվել են կրթության ոլորտի ծախսերի փոխհատուցմանը։ Արմեն Նաթելյան, ժամը լրատվական։ 2026 թվականի փետրվարին Հայաստան է այցելել 121,285 զբոսաշրջիկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը 117,372 է եղել, ինչը նշանակում է, որ այս տարվա փետրվարին զբոսաշրջիկների թիվը աճել է 4,000-ով։ Զբոսաշրջության կոմիտեի տվյալով 2026 թվականի փետրվարին Հայաստանն առավել շատ զբոսաշրջիկներ այցելել էին Ռուսաստանից, ինչը ընդհանուր հոսքի 37%-ն է։ Վրաստանից 14% է եղել, Իրանից 8%։ Ավելի վաղ էլ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ զբոսաշրջային հոսքերի առումով 2026 թվականի հունվարը Հայաստանի համար ռեկորդային է եղել։ Զբոսաշրջիկ է համարվում մեկ գիշերակեցով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ցանկացած օտարերկրյա քաղաքացի կամ դրսում մշտապես բնակվող մեր հայրենակից։ Իրանի Իսլամական Հանրապետության այդ օղակի սեղմումը անընդհատ ստիպում էր, որպեսզի տեղի ունենա մարդկանց շարժ, որի մի մասը տեղի ունենում այո Երևանի միջոցով։ Գալ Հայաստան որպես տրանզիտ երկիր Հայաստանի միջոցով թռիչներ այլ երկրների տարածքներ կամ հենց Հայաստանում հանդիպումներ եւ բանակցությունները վարեին։ Նախորդ տարի քննչականում անչափահասների կատարած հանցագործությունների 464 քրեական վարույթ են քննել։ Այս թիվը 20-ով ավելի է 2024-ի համեմատ, սակայն միևնույն ժամանակ նույն այդ տարուց 158 գործ փոխանցվել էր։ Դատարան 78 տարբեր ծանրությունների գործ են ուղարկել, այդ թվում օրինակ 5 սպանության, 2 սպանության փորձի, 1-ը դրա նախապատրաստության։ Մասնագետների դիտարկմամբ մեր բնակչության համար հանցավորության այս թվերը մտահոգիչ են։ Իրավապաշտպանները կարծում են, համալիր ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտություն կա հասկանալու համար, թե ինչն է ստիպում անչափահասին անելու հակաօրինական քայլ։ Մտահոգիչ են, որովհետև մեր բնակչությունն այնքան մեծ չէ, որ մենք ասենք մեր բնակչության հարաբերակցությամբ դա այդքան էլ մեծ թիվ չէ, ոչ դա մեծ թիվ է, հատկապես առնելով մեր հայկական մշակույթը, մենտալիտետը, ծնողների գիպեր, այսպես ասած, հոգատարությունը երեխաների նկատմամբ մեր համար իմ կարծիքով դա մեծ ցուցանիշ է։ Այդ թվի շարունակական դինամիկա ավելացումը արդեն խոսելու է շատ լուրջ խորքային խնդրի մասին, որը վստահաբար պետք է բացահայտել եւ կանխել։ Բաքում կանգնած մեքենաները կողոպտիչների թիրախում, նրանք նոր հնարքների են դիմում դիմակներ եւ ձեռնոցներ օգտագործում իրենց սև գործն անելու եւ չբռնվելու համար։
Իրավապահները հորդորում են քաղաքացիներին ավտոմեքենաներից գողության դեպքում չվարանել և դիմել օրինապահների օգնությանը։ Վերջերս հաճախակի են դարձել դեպքերը, երբ քաղաքացին վստահություն չունենալով, թե դեպքը կբացահայտվի, ոստիկանություն չի էլ դիմում, փորձում է ինքնուրույն լուծել, լեզու գտնել, հանցագործների հետ կոնտակտի է գնում գողոնը հետ վերադարձնելու համար։ Ավտոմեքենաներից գողության եւ կողոպուտի դեպքերը Հայաստանում կրկին ակտիվացել են։ Վերջին հանցագործության մասին նախորդին տեղեկություն տարածեց ներքին գործերի նախարարությունը, որտեղ նշվում էր մայրաքաղաքում մի գիշերվա մեջ կատարված 2 միջադեպի մասին։ Մեքենաներից շարունակական գողությունները հավելյալ վախի մթնոլորտ են ստեղծում։ Կողոպուտի դեպքերը քաղաքացիների համար ստեղծում են ինչպես նյութական, այնպես էլ անվտանգության խնդիրներ։ Մասնագետները ասում են, որ տեսահսկման համակարգերը ոչ բոլոր դեպքերում են օգնում։ Հիմնականում ովքեր որ ավելի ճարպիկ են, իրանց դիմակներով եւ ձեռնոցներով են այդ գողությունը անում, այդ տեսանկարահանումն էլ այդ անհատական տեսախցիկներն է որ ֆիքսում են, այդ մարդկանց նույնականացնելը անհնարին է։ Այն դեպքերը, երբ որ ոստիկանությունը ուզում է աշխատի, նորմալ աշխատում բացահայտում է, այն դեպքերը, որ չեն ցանկանում, չեն էլ բացահայտում։ Բացահայտումներ հազվադեպ, բայց եղել են, նշում են մասնագետները։ Քաղաքացիների վնասները սակայն չեն հատուցել եւ հանցագործները մասնագետների գնահատմամբ այնպես չեն պատժվել, որ վերստին հանցանք կատարելու ցանկություն չունենան։ Նրանց խոսքով անհրաժեշտ է վերահսկողությունը ուժեղացնել եւ տեսանելի կանխարգելման միջոցառումներ ձեռնարկել, քանի որ վաճառքները տարբեր հարթակներով են կազմակերպվում։ Բայց կա նաեւ այլ խնդիր, որ ոստիկանությունը բարբերաբար նշում է, որ իրանք բացահայտում են այդ դեպքերը, բայց դատարանում այդ մարդիկ շալանքի չեն ենթարկվում, դրա համար այդ գողության դեպքերը չեն նվազում, գնալով ինքը իր ստաբիլ տեմպը պահում է։ Այդ կիբերհանցագործության այդ հավելվածների միջոցով այդ վաճառքների դեպքն կանխեն, որ մարդկանց ֆինանսական վնասներ չհասցնեն։ Նման հանցագործությունների բացահայտման հարցում մասնագետների համոզմամբ կարևոր դեր ունի իրավապահների հետ համագործակցությունը, քանի որ դա կարող է էական ազդեցություն ունենալ հետագայում նմանատիպ հանցագործությունների եւ նույն խմբավորման բացահայտման համար։ Փաստաբանները ասում են, որ նման հանցագործության զոհ դառնալու դեպքում մարդիկ առաջին հերթին պետք է դիմեն համապատասխան մարմիններին, սակայն քաղաքացիներ կան, որոնք չեն դիմում ոստիկանությանը։ Քաղաքացիները մտածելով որ հերթական գողությունն է, որը չի բացահայտվելու, այլ ստացվելու է, որ իրանք երբ ուզում են գողությունից եւ նաեւ պետք է իրեն ժամանակը ծախսեն չբացահայտվող գործի մասին հոգալով, կարող են չդիմել իրավապահ մարմիններին, բայց կարծում եմ, որ սա սխալ մոտեցում է։ Գողության դեպքերը բացահայտելու համար մասնագետների խոսքով քաղաքացիները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի ձեռքի տակ լինեն որոշակի ապացուցողական առարկա։ Օրինակ, մեքենաների մեջ, ավտոտնակներում եւ բակերում տեսախցիկների առկայությունը կարող է որոշակի նվազեցնել հանցագործությունները։ Թեև պատժամիջոցները օրենսդրական նախաձեռնություններով փոփոխվում են կամ ավելի են խստացվում, սակայն դա մասնագետների խոսքով զսպիչ մեխանիզմ չի դառնում։ Սա այդ պատիվը չէ, որ ուղղակի առաջին անգամ բացահայտվելու դեպքում միայն տուգանքով բավարարվենք, այլ պետք է շատ ավելի լուրջ միջոցներ լինեն, թեև ճիշտ է միջին ծառայության հանցագործներ շարքի մեջ արդեն դասվում, բայց կարծում եմ այդքան էլ կիրառման մակարդակը բարձր չէ եւ զսպողականությունը այդքան էլ բարձր չէ։ Այսպիսով կողոպուտների եւ գողությունների այս դեպքերը շարունակում են մնալ վարորդներին մտահոգող խնդիրներից։ Մասնագետները ընդգծում են, այս դեպքերը կանխելու համար կարևոր է ոչ միայն իրավապահների հետևողական աշխատանքը, այլև քաղաքացիների զգոնությունը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Չարտերային չվերթ Թայլանդում մնացած հայերի եւ վրացիների համար նրանք կարող են Բանգկոկից Թբիլիսի հասնել։ Արշակունյաց պողոտայում 62-ամյա տղամարդուն սպանողը օտարերկրացի է, իրավապահները ձերբակալել են տաջիկ մարդասպանին։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Բուսաբուծության ոլորտը դրական նշանակություն է ունեցել Հայաստանում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացման վրա, այստեղ աճը 2025 թվականի տարեվերջին 5.6% է եղել։ Էկոնոմիկայի փոխնախարարը խոսելով գյուղատնտեսության ոլորտում արդյունքների մասին առանձնացրել է հատկապես պտուղ, հատապտղային, խաղողի բերքի, բանջարաբոստանային մշակաբույսերը եւ մի քանի այլ ուղղություններ, որոնցումս նրա աճ է նկատվել։ Այս պատկերի հետ, սակայն գյուղ ոլորտի փորձագետները չեն համաձայնում, համարում են, որ սա առեղծված է։ Կառավարությունը հաստատակամ է, որ ապագայում ինտենսիվ գյուղատնտեսությունը դա այն միակ բանալին է ոլորտային հաջողություն ունենալու։ Եվ
Այդ տրամաբանությունից ելնելով նաև սահմանվում են աջակցության գործիքակազմը, հնարավորությունները, իհարկե մեծ շեշտադրում անելով ջրային եւ հողային ռեսուրսների վրա։ Բոլորը գիտեն, այսօր որյոր տարին է, որ գյուղատնտեսությունը անկում է ապրում։ Անընդհատ 25 թվականը նույնպես բացառություն չէ։ Հիմա իրանք ինչ են բերել մտցրել գյուղատնտեսության մեջ, որ պլյուս են ստացել, դա իմ համար ոչ թե հասկանալի չի, անընդունելի է։ Ամպային ծառայություններ, որի վրա բիզնեսը կարող է կառուցել իր հետագա զարգացումը։ Այսպիսի ծառայություններ է առաջարկում ընկերություններին Viva-ն։ Այն կապահովի ճկուն եւ անվտանգ միջավայր եւ կօգնի շուկայում մրցունակ դիրք զբաղեցնել։ Viva-ն ընկերություններին առաջարկում է ամպային ենթակառուցվածք, տվյալների մշակման վիրտուալ կենտրոն, որտեղ օգտվողները կարող են ինքնուրույն ստեղծել սերվերներ, տվյալների պահպանման համակարգեր, կարգավորել վիրտուալ ցանցային սարքեր, կոնֆիգուրացնել firewall հարթակներ, սահմանել ավտոմատ պահուստային պատճենների ստեղծում հարմար ժամանակացույցերի համաձայն։ Viva-ի համար ամպային լուծումները պարզապես տետե ծառայություն չեն։ Դրանք հիմք են, որի վրա բիզնեսը կարող է կառուցել իր հետագա զարգացումը։ Ենթակառուցվածքը որպես ծառայություն մեծ պահանջարկ է վայելում եւ բազմաթիվ ընկերություններ գնահատում են դրա կարեւորությունը բիզնեսի զարգացման, աշխատանքի հարմարավետության, գործառնական արդյունավետության եւ տվյալների անվտանգության տեսանկյուններից։ Ամպային ծառայությունների առավելությունն այն է, որ դրանք ազատում են կազմակերպությանը թանկարժեք սարքավորումներ գնելու անհրաժեշտությունից, թույլ տալով խնայել զգալի միջոցներ։ Ենթակառուցվածքը որպես ծառայություն լուծումով մենք ընկերություններին տալիս ենք ճկուն եւ անվտանգ միջավայր իրենց հիմնական գործունեության, նոր լուծումների ներդրման եւ շուկայում մրցունակ դիրք զբաղեցնելու համար։ Ընդհանուր առմամբ արդյունավետ ենթակառուցվածքը ընկերության մրցակցային առավելություններից է, որը զարգանալու, արժեք ստեղծելու եւ շուկայում դիրքերն ամրապնդելու հնարավորություն է տալիս։ WebStart- ի համար ենթակառուցվածքի որակն առանցքային նշանակություն ունի, քանի որ մեր կողմից ստեղծվող կայքերը, թվային հարթակները եւ ՏՏ լուծումները միանշանակ պետք է հիմնված լինեն կայուն, հուսալի եւ անվտանգ տեխնոլոգիական միջավայրի վրա։ Ուստի Viva-ի ամպային ծառայությունը մեզ հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին առաջարկել կայուն եւ ժամանակակից լուծումներ անկախ գործունեության ոլորտից։ Viva-ի ենթակառուցվածքի լրացուցիչ կարևոր առավելություններից մեկը եվրոպական ուղղությամբ միջազգային օպտիկամանրաթելային դիվերսիֆիկացված կապուղիների առկայությունն է։ Տրանսազգային օպտիկամանրաթելային կապուղիները, ինչպես նաև սարքավորումների պահուստավորման համակարգերը ապահովում են տվյալների փոխանցման անխափանություն, որևէ ուղղությամբ հնարավոր խափանումների կամ սահմանափակումների դեպքում բարձրացնելով ծառայությունների կայունությունն ու անընդհատությունը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ընտանեկան բռնության դեպքերը աճում են 2025-ին 191-ով ավելի վարույթ է քննվել, քան 2024-ին։ 2025 թվականին Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 2398 քրեական վարույթ, իսկ 2024-ին 2207։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Աբու Դաբիում Հայաստանի դեսպանության եւ Դուբայում Հայաստանի գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել եւ իրականացվել է դեպի Օման Հայաստանի Հանրապետության 7 քաղաքացու անվճար տեղափոխում, հայտնում են արտգործնախարարությունից։ Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան։ Ընդհանուր առմամբ մարտի 4-ից 10 ժամանակահատվածում Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանության եւ Դուբայում Հայաստանի գլխավոր հյուպատոսության կողմից դեպի Մասկատ կազմակերպված թվով 5 անվճար ուղևորափոխադրումներից օգտվել է Հայաստանի 253 քաղաքացի։ Դեսպանության տվյալներով այս պահի դրությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվում է Հայաստանի շուրջ 40 քաղաքացի, այդ թվում 14 ուսանող։ Թայլանդում մնացած Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների համար կկազմակերպվի չարտերային չվերթ։ Այն նախատեսված է մարտի 11-ին Բանգկոկից դեպի Թբիլիսի։ Վրաստանի կառավարությունը օգնել է ստանալ չարտերային չվերթի թույլտվությունը, միաժամանակ Հայաստանի դեսպանատունը աջակցում է տարածելով անհրաժեշտ տեղեկությունը, չվերթին միացել են նաեւ բազմաթիվ հայ քաղաքացիներ։ Սահմանվել են դպրոցականների գարնանային արձակուրդների ժամկետը։ Առաջին դասարանի աշակերտների գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 16-ից 27 ներառյալ 5 օրյա, մարտի 16-ից 28 ներառյալ 6 օրյա աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Իսկ երկրորդից բարձր դասարանների համար արձակուրդը պակաս կլինի 1 շաբաթով եւ կմեկնարկի մարտի 23-ից 27 ներառյալ 5 օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28 ներառյալ 6 օրյա աշխատանքային շաբաթվա ընթացքում։
Ոստիկանությունը բացահայտել է մարտի 6-ին Երևանում տեղի ունեցած սպանությունը։ Իրավապահները օրեր շարունակ իրականացրել են օպերատիվ հետախուզական աշխատանքներ։ Արդյունքում հայտնաբերվել եւ վնասազերծվել է կասկածյալը Երևանի բնակիչ 62-ամյա տղամարդու սպանության մեջ։ Սպանությունը տեղի էր ունեցել Երևանի Աշակունյաց պողոտայի թիվ 44 եւ 46 շենքերի դալանում։ Քննիչի որոշմամբ կասկածյալը ձերբակալվել է, նա ըստ ֆոտոլրագրող Շամշյանի տեղեկությունների օտարերկրացի է, Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի։ Ավելի վաղ ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել էին տղամարդու դի, սուր կտրող ծակող առարկայից ստացած վնասվածքներով, փաստի առթիվ նախաձեռնել էր քրեական վարույթ, սպանություն հոդվածով։ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության Գորիս տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացվել են համապատասխան գործողություններ եւ ծառայողները անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ ընդունված դատապարտյալին։ Խուզարկության ընթացքում նրա կոշիկին ներբանի տակից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ Արմավիրի մարզի պարեկները մարտի 7-ին ծառայություն իրականացնելիս փաստաթղթերը ստուգելու նպատակով կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենան եւ ակնհայտ տեսանելի հատվածում նկատել 1 փողանի որսորդական հրացան եւ որսած 75 տափաստանային արտույտ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 51-ամյա վարորդը որս կատարելու թույլտվություն չի ունեցել։ Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ 51-ամյա տղամարդը ձերբակալվել է եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Նարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ, իդեպ եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը եվրոպական առաջատար տեխնոլոգիաների որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Պաշտոնապես ներկայացված է էքստերիեր խանութ սրահների ցանցում, ունիկալ տարվա բոլոր եղանակների համար։ Իսկ այժմ Երևանում եւ մարզերում սպասվող ջերմաստիճանի մասին ավելի մանրամասն։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է -2-ից 2 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կլինի 5-ից 8, Լոռիում 4, Տավուշում 4-ից 7 աստիճան ջերմություն։ Արարատում եւ Արմավիրում կլինի 7-ից 9, Սյունիքի հովիտներում 5-ից 8, Սյունիքի նախալեռներում -2-ից +2 ջերմություն։ Երևանում գիշերը սպասվում է -2-ից -4, ցերեկը 6-ից 8, երեկոյան ժամերին 1-ից 3 աստիճան ջերմություն։ Եվ հրաժեշտից առաջ հիշեցնեմ, որ ժամի մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։